Մերձավանում լարվածությունը չի մարում եւ այն այժմ էլ հանգուցյալներին է հասել։ Նախորդ գիշեր կոտրել են այս համայնքում փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի շիրմաքարը։ Նա Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկերոջ սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբայրն է։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, գերեզմանն անարգելու հոդվածով քրեական գործ են հարուցել։ Մերձավանի նույն գերեզմանոցում է սպանված համայնքապետի Վալոդյա Գրիգորյանի շիրիմը։ Այն միշտ մարդաշատ է, ծաղկաթմբի մոտ անշարժացած էր նաև ընտանիքի շունը։ Համայնքում ոստիկաններն ամենուր են հսկում են Վալոդյա Գրիգորյանի ու նրա սպանության գործով մեղադրյալների տները, ոստիկանների տեսնում են գերեզմանոցի մոտ, գյուղ մտնելիս, մի խոսքով ամենուր, բայց համայնքում արյունոտ սպանությունից շաբաթներ անցել, խաղաղություն չի հաստատվում։ 3-5 մերձավանցի է ձերբակալվել։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, վիճաբանություն է եղել մի խումբ անձանց, միջև ոստիկանները կանխել են հետագա զարգացումները։ Գյուղում պատմում են, ընդդիմադիր Վալոդյա Գրիգորյանի ու ԿՊԱ-ական Ախտոյանի կողմնակիցների միջև է բախում եղել։ Փետրվարին նույն համայնքում սպանությունը Ախտոյանի տան մոտ էր եղել։ Սպանված Գրիգոր Օհանյանն էլ նրա զարմիկն է եւ այս մի գործով մեղադրյալների ցանկում Վալոդյա Գրիգորյանի եղբայրն է։ Ախր երկու կողմ հասկացությունը մի քիչ տենց չափազանցրած է, առավելևս Մերձավան համայնքում Վալոդյա Գրիգորյանի նրա ընտանիքի, նրա թիմի հեղինակությունը այնքան բարձր է, որ տենց ինչ-որ թիմեր ասելու կարիք չկա, այնտեղ էլ եւ 25 թվականին եւ 21 թվականին 80%-ից ավել ձայն են հավաքել, հետեւաբար այդ ինչ-որ ներթիմային լարվածության մասին խոսք չկա, կարող է գյուղում ինչ-որ անհատներ կան, որ այլ վարքագիծ են դրսևորում։ Ապրելու երկիր կուսակցությունից Մեսրոպ Առաքելյանի տպավորությամբ էական բախում չէ եղած, գուցե որոշ անհատներ էմոցիոնալ վարքագիծ են դրսևորել։ Պիտի խնդրեմ մեկ րոպե լրությամբ հարգենք մեր համայնքի ղեկավարի հիշատակը։ Փարաքարի մշակույթի տան դահլիճում 5 ամիս առաջ էր Վալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնել խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը։ Այսօր նրա սպանությունից շուրջ 2 շաբաթ անց ավականին նոր համայնքապետի ընտրություն է կազմակերպում նույն դահլիճում։ Դատարկ են քաղաքացիական պայմանագիր ու Դավիթ Մինասյանի ազգային առաջընթաց խմբակցությունների աթոռները։ Նիստին մասնակցում է միայն Միասնություն դաշինքը, որի կազմում Ապրելու երկիրն է։ 3 խմբակցություններից միայն Միասնություն խմբակցությունն է թեկնածու առաջադրել։ Թեկնածուն Օնիկ Ախվերդյանն է մարտի ընտրություններում նա ցուցակում երկրորդներ Վալոդյա Գրիգորյանից հետո 52-ամյա բիզնեսմենը խոստացավ սպանված համայնքապետի ծրագրերը թղթին չթողնել։ Նրա մտերիմ ընկերն է, հուզված էր։ Խոստանում եմ, որ ջանք ու երանգ չեմ խնայի։ Իրենց վստահությունը արդարացնելու համար։ Այս կանը բացի մեր թիմ լինելուց ես անձամբ Վալոդյա Գրիգորյանի մտերիմ ընկերն եմ։ Փարաքարի ավականիում ընդդիմադիր Միասնությունը մեծամասնություն է, 12 մանդատ ունի եւ Օնիկ Ախվերդյանը ընտրվեց համայնքապետի պաշտոնում։ Շնորհավորում եմ ձեզ։ Ընտրության ամբողջ գործընթացը շուրջ 15 րոպե տևեց, նոր համայնքապետին շնորհավորեցին ոչ թե ծափերով, այլ արցունքներով։ Նա պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին երդման, հավանաբար ոչ հանդիսավոր արարողությամբ։ Օնիկ Ախվերդյանը վստահ է կհաջողի թուլացնել լարվածությունը Փարաքար խոշորացված համայնքում։ Եթե կասկածեի, չէ, ես գործը վերցնեի իմ ձեռքը։ Վերջին 4 տարում Փարաքարի կառավարումը երդմամբ ստանձնել էին Դավիթ Մինասյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, ապա Վալոդյա Գրիգորյանը։ Գրիգորյանը սպանվեց, առաջին երկուսը հեռացան քրեական սկանդալներով։ Չարագուշակ աթոռը Օնիկ Ախվերդյանն ասաց, որևէ տագնապ չունի։ Ես իմ մտերիմ ընկերոջն եմ կորցրել, ես ոչ մի բանի մասին չունեմ մտածելու, ոչ մի տագնապ էլ չունեմ, ոչ բան էլ չունեմ։ Ի տարբերություն իրավապահների, որ հայտարարում են, թե Գրիգորյանի սպանությունը բացահայտված է, սպանվածի ընտանիքում, կուսակցական թիմում պնդում են կրակոցներ արձակած 20-ամյա երիտասարդի ինքնախոստովանական ցուցմունքը բավարար չէ գործը բացահայտված համարելու համար։ Մենք մինչև վերջ գնալու ենք յուրաքանչյուր ոք պատասխանը տալու այս ոճրագործության համար։ Իրենց տեղյակ լինելով, իրենց լռելով, իրենց ոչինչ չանելով, իրենց աջակցելով, իրենց երաշխիքներ տրամադրելով, յուրաքանչյուր ոք պատասխան է տալու այս ոճրագործության համար։ Այսօր թե վաղը ժամանակը կապ չունի։